Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր հունիսի 10-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ 2020 թվականի հայրենական պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանում ականների զոհ է դարձել 427 մարդ։ Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բողոքները։ Հայաստանում քրեական գործ են հարուցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երաշխիքային մեխանիզմների կատարելագործման և ձեռնարկատիրական սուբյեկտներին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հետ կապված լրացուցիչ միջոցառումների, ինչպես նաև մի շարք հրամանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։ Հրամանագրի համաձայն ձեռնարկատերերի կողմից մանաթով ստացված վարկերի համար երաշխիքներ տրամադրելու և այդ վարկերի դիմաց կուտակված տոկոսները սուբսիդավորելու հիփոթեքային և վարկային երաշխիքների հիմնադրամի լիազորությունները փոխանցվել են տնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող Ադրբեջանի բիզնեսի զարգացման հիմնադրամ բաց բաժնետիրական ընկերությանը։ Հիմնադրամը պետք է ապահովի վարկային երաշխիքներով իրավունքների լիարժեք իրականացումը և պարտավորությունների կատարումը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը հայրենական պատերազմի ավարտից ի վեր երկրում ականների զոհ է դարձել 427 մարդ։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերի էջում։ Ականները մնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ամենածանր հետևանքներից մեկը եւ շարունակում են կյանքեր խլել նույնիսկ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից երկար ժամանակ անց։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր Ադրբեջանում գրանցվել է ականների 427 զոհ 73-ը զոհված եւ 354 վիրավոր, այդ թվում 231 քաղաքացիական անձ։ 1991 թվականից ի վեր Ադրբեջանում ականների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 3500-ը, այդ թվում 362 երեխա եւ երիտասարդ մարդիկ եւ 38 կին, գրել է նա։ Հաջիևն ընդգծել է, որ ողբերգական մարդկային կորուստներից բացի լայնածավալ ականապատումը լուրջ խոչընդոտ է մնում հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձի, հաստագրված տարածքների վերականգնման, տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության համար։ Նա նշել է, որ հայտնաբերված եւ վնասազերծված յուրաքանչյուրական ոչ միայն պոտենցիալ փրկված կյանք է, այլև քայլ դեպի վերականգնում։ Հունիսի 9-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բաքո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևո Մնացականյանի եւ այլոց վերաքննիչ բողոքները, որոնց դեմ Բաքվի ռազմական դատարանը մեղադրական եզրակացություններ է ներկայացրել խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների համար։ Քրեական գործով վերաքննիչ վարույթը վարվող յուրաքանչյուր անձի համար իրենց խոսած լեզուներով հայերեն եւ ռուսերեն լեզվով թարգմանիչներ են տրամադրվել, ինչպես նաեւ փաստաբաններ պաշտպանությունը ապահովելու համար։ Մեղադրյալ Իշխանյանը նշել է, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 26-ի դատական նիստի արձանագրությանը։ Նախագահողը բացատրել է, որ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել դատարան եւ նշել է, որ փաստաթղթերին ծանոթանալու համար սահմանափակումներ չկան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին։ Հայաստանը եւ Ադրբեջանը Թուրքմենստան առաջիկայում կարող են լայնածավալ միգրացիոն ճգնաժամի բախվել, հայտարարել է ԱՊՀ հակահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։ Պատճառը ըստ պաշտոնյայի Իրանի շուրջ ծավալող զարգացումներն են։ Էներգակիրների եւ պարարտանյութերի մատակարարման միջազգային ուղիների արգելափակումը, կարևորագույն ենթակառուցվածքներին հասցվող հարվածները, ինչպես նաեւ հետագա էսկալացիայի ռիսկերը մեծ աղետի նախադրյալներ են ստեղծում։ Նման աղետը կարող է ծավալուն միգրացիոն պրոցեսների եւ մարդասիրական ճգնաժամերի հանգեցնել, հայտարարել է Սիսոևը ԱՊՀ անդամ պետությունների հակահաբեկչական կառույցների ղեկավարների Մոսկվայում մեկնարկած խորհրդակցության ժամանակ։
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստանի ուղարկվել 12 վագոն պարարտանյութ եւ 6 վագոն անտրացիտ։ Երկաթուղային վագոնները Բիլաջարի կայարանից մեկնել են Բոյուկ-Քյասի կայարանի ուղղությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան էր փոխադրվել ավելի քան 29000 տոննա հացահատիկ, ավելի քան 6000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին եւ 68 տոննա հնդկածավար։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաեւ նավթամթերքներ։ Այսօրվա դրությամբ մատակարարվել է ավելի քան 12000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 տեսակի բենզին եւ 2955 տոննա AI-95 տեսակի բենզին։ Հայաստանում քրեական գործ են հարուցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության տվյալներով Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու մեջ։ Որպես կանխարգելիչ միջոց նրան արգելվում է լքել երկիրը։ Հաղորդվում է նաև, որ Ծառուկյանը 1 օր առաջ փորձել է դուրս գալ Հայաստանից, սակայն օդանավակայանում նրան մերժել են ինքնաթիռ նստել։ Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Գագիկ Ծառուկյանին $300 միլիոն յուրացնելու մեջ։ Ծառուկյանը, նրա անամոթ գործընկերները եւ որդին պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, հայտարարել է Փաշինյանը։ Նշենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 4%-անոց արգելքը։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները շարունակում են մնալ հասարակական եւ քաղաքական քննարկումների կենտրոնում։ Հետընտրական զարգացումները բուրըն արձագանք են ստացել քաղաքացիների շրջանում, մասնավորապես լայն քննարկումների առարկա են դարձել պատերազմի եռագլուխ կուսակցությունների կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ փաստերը։ Ընտրություններում հաղթանակ տարած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օրենքի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է ստանա իրավական գնահատական։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, միջև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ Զվարթնոց օդանավակայանից փորձել է փախչել Հայաստանից, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել եւ նա ստիպված է եղել վերադառնալ տուն։ Հայաստանի դատախազության փոխանցմամբ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել են նաև վարչապետի թիմի անդամները, ներկայացնելով իրենց գնահատականներն ու մեկնաբանությունները։ Ընտրություններից անմիջապես հետո պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները փորձում են լքել Հայաստանը, փախնել երկրից ու խուսափել պատասխանատվությունից։ Համացանցում արդեն իսկ տարածվել են լուսանկարներ, թե ինչպես է ԲՀԿ առաջնորդը փորձում լքել Հայաստանը, սակայն ըստ հրապարակումների իրավապահները թույլ չեն տվել։ Չի ստացվելու, պարոն Այք, չի ստացվելու փախնել երկրից ու խուսափել պատասխանատվությունից։ Ասում ենք, չէ, երազելու եք փախնել Հայաստանից, սակայն չեք կարողանալու ու պատասխան եք տալու ժողովրդի ու պետության դեմ ձեր ամեն ասացի ու արածի համար։ Չեք պլստալու։ Ծառուկյանը երևի մտածում էր, որ մենք կատակում էինք, երբ ասում էինք, որ հունիսի 8-ին եռագլուխ բանդան
երազելու է փախնելու հնարավորության մասին, բայց այդ հնարավորությունը չի ունենալու։ Իսկ մենք չենք կատակում։ Տեսակ չէ ինչ արագությամբ էր ուզում Ծառուկյան Գագիկը համապատասխան ձևի ճողոպրեր երկրից։ Մոտը ճկնամաժա սկսել ինձ թվում է։ Հետո էլ ասում էր որդին վերադառնալու է ընտրություններից հետո։ Բա անցել են ընտրությունները, ոնց որ թե որդին չկա, դրա փոխարեն ինքն է ուզում գնա որդու մոտ, ապաստան գտնի երևի Լուկաշենկոյի թևի տակ։ Ինչի՞ց է տենաս վախեցել։ Չլինի Վանդակից։ Վանդակի սիրահարը Վանդակից է վախեցել։ Սրանք գիտեին մենք մոռանալու ենք ընտրություններից հետո իրանց արածների մասին։ Ժողովուրդը մեզ պատվիրակել է, որ դուք դառնաք բոմժ, եւ մենք դա ի կատար ենք ածելու օրենքով սահմանված կարգով եւ բոլորը խստագույնս պատժվելու են օրենքով սահմանված կարգով։ Եվ նաեւ քաղաքականապես եք պատժվելու դուք եւ ձեր թիմակիցները այս քարոզարշավին ձեր դուրս տվածների համար։ Չեք հասկացել։ Այս ֆոնին քաղաքական պայքարը չի ավարտվել ընտրությունների արդյունքների հրապարակմամբ։ Մինչ ընդդիմադիր շրջանակները շարունակում են հանդես գալ թշնամական եւ հակակառավարական հայտարարություններով, Նիկոլ Փաշինյանը, նրա թիմի անդամներն ու բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են խոսել խաղաղության մասին։ Մարդիկ հոգնել են պատերազմներից, թշնամանքից եւ մշտական լարվածությունից։ Նրանք ցանկանում են տեսնել ոչ թե քաղաքական նոր ցնցումներ ու ներքաղաքական հակամարտություններ, այլ խաղաղություն, անվտանգություն, տնտեսական զարգացում եւ բարեկեցիկ ապագա Հայաստանի համար։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։